մարմինը պահելու գումարները, թե մասնագիտական աջակցություն եք ցուցադրելու, թե ինչպես նշվեց, ասենք կարող եք պայմանագիր ունենալ, որ իրենց վրա կիբերհարձակում ունենալու պարագայում դուք աջակցություն ցուցաբերեք, խնդրում եմ բացեք այդ խրախուսել գործընթացը։ Շնորհակալություն։ Ինչպես երեք առիթ ունեցա նշելու, Տիկին Գյուրեղյան, կառավարությունը առաջարկում է։ Պարոն Հայրապետյան, ներողություն եմ խնդրում։ Դահլիճում աղմուկ է։ Պարոն Սուքասյան, խնդրում եմ մի վայրկյան։ Խնդրեմ շարունակեք։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Կառավարությունը այս փաթեթով առաջարկում է ստեղծել նոր մարմին, որը բոլորի համար է։ Այս մարմինը կիբերանվտանգության, պաշտպանության գործառնություններ է ստանձնելու ոչ միայն պետական կառավարման համակարգի, այլ նաև սերտորեն համագործակցելու է մասնավոր հատվածի, մասնավոր այն հատվածի, որը կրիտիկական ենթակառուցվածք է շահագործելու կիբերպաշտպանության, կիբերանվտանգության համար։ Այսինքն, եթե պայմանական որևէ ընկերության նկատմամբ լինի կիբերհարձակում, այնտեղ ներսում ձևավորվելիք անվտանգության գործառնությունների կենտրոնը, SOC-ը, որի մասին մենք երեք խոսեցինք միասին, մշտակ դիտարկման արդյունքում արձանագրված կիբերմիջադեպի մասին պիտի հայտնի ձեր կողմից ստեղծվելիք այդ նոր լիազոր ինքնավար մարմնին եւ համատեղ ջանքերով պետք է կիբերպաշտպանական գործառույթներ իրականացվեն, այսինքն այս իմաստով այն մարմինը, որը որ ստեղծվում է, այո, SOC-ի գործառույթ է կատարելու ամբողջ պետական համակարգի համար, բայց նաև կիբերմիջադեպերի դրա հասցրած վնասների չեզոքացման առումով նաև պատասխանատվություն է կրելու մասնավոր հատվածի համար։ Արձագանք։ Պարոն Հայրապետյան, հիմա դուք ավելի ընկալելի ներկայացրեցիք, որտեղ դուք երեք ներկայացրեցիք, որ կառավարությունը պատրաստ է խրախուսելու մասնավոր հատվածում այդ անվտանգության մարմնի խորհրդի ստեղծումը։ Երեք այդպես հնչեց, դրա համար էս հարցը առաջացավ։ Եթե դա գործելու է նախապայմանով, եթե կա հարձակում, ապա դա արդեն նորմալ կլինի։ Լավ, շնորհակալ եմ։ Տեսեք, շնորհակալություն, չեմ բացառում, որ չեմ կարողացել մտքերս լավագույնս շարադրել, եթե որևէ ընկերություն շահագործում է մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածք կամ կենսական ոլորտում է հանդես գալիս, մենք այս օրենսդրությամբ իմպերատիվ կերպով սահմանում ենք, որ ցանկացած ընկերություն իր ներսում պիտի ներդրում կատարի, եւ խոսքը միայն պետական համակարգի մասին չէ, լինի կոնցեսիոն կառավարմամբ, թե պարզապես որևէ մասնավոր ընկերության 100% բաժնեմասով, եթե դա կրիտիկական ենթակառուցվածք է, արդեն իսկ կիբերմիջադեպերի պարագայում ռեեստրում համապատասխան գրանցամատյաններում կիբերմիջադեպերը արձանագրելու եւ դրա վարակի տարածումը խոչընդոտելու, չեզոքացնելու գործում իհարկե այդ ինքնավար մարմինը լրջագույն անելիք է ունենալու։ Լիլիթ Մինասյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հսկայածավալ աշխատանքը ավարտին հասցնելու համար, որովհետև այս օրենքը մեր պետությանը անհրաժեշտ էր դեռևս երևի 10-15 տարի առաջ։ Մի շարք հարցեր ունեմ, կխնդրեմ, եթե ժամանակահերիքի արձագանքեք կամ եզրափակիչ ելույթում անդրադառնաք։ Մենք գիտենք, որ թվայնացման գործընթացում թվայնացման խորհուրդը, թվայնացման գործակալությունը որոշակի մեծ դեր ունեն, բայց պատասխանատվություն չեն կրում այն ստանդարտների համար, որ յուրաքանչյուր մարմին ինքը իր համար թվայնացում է իրականացնում։ Արդյոք այս նոր մարմնի, լիազոր մարմնի ստեղծված ստանդարտները կամ շտեմարանների փոխգործելիության նորմատիվները պարտադիր են լինելու այն մարմինների համար, ովքեր որովից է թվայնացված ծառայություն կմատուցեն քաղաքացուն։ Երկրորդ հարցս վերաբերվում է կիբերանվտանգությանը, բայց ընտրական գործընթացների պաշտպանության տեսանկյունից, որտեղ գիտենք, որ շատ երկրներում հենց նախընտրական տարում կամ հենց ընտրությունների ընթացքում
կենտրոնական ընտրական հանձնաժողովի թվայնացված ծառայությունները կիբերհարձակման են ենթարկվում։ Երրորդ հարցս քաղաքացիական մասով է, արդյոք քաղաքացիները կարող են այս մարմնի հետ որևիցե առնչություն ունենալ, իհարկե հանրային տեղեկությունների պաշտպանությունը կիբերանվտանգության տեսանկյունից դրված է ըստ օրենքի այս մարմնի վրա, բայց քաղաքացիների մոտ շատ հաճախ ոչ կիբեր հանցագործությունների մասով, բայց տեղեկատվության կամ խորհրդատվության մասով հարցեր կան, արդյոք այս մարմինը նման լիազորություններ ունի, որտեղ ուսուցման լիազորություն ունի։ Չորրորդ հարցս վերաբերվում է մասնավորին, կխնդրեմ շեշտեք այն կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների ոլորտները, որովհետև շատ կարևոր է, որ մասնավորը պատրաստ լինի, 1 տարի 7 ամիս ենք տվել, որպեսզի մասնավորը ունենա ժամանակ այս ենթակառուցվածքը իր ներսում սարքելու։ Հաջորդ հարցերս իհարկե գտամ արդեն վերջում։ Արձագանք։ Շնորհակալություն, փորձեմ։ Առաջին հարցին եթե կարճ, ապա այո միանշանակ շտեմարանների եւ տվյալների մասով, ինչու, որովհետեւ սա այս օրենքների նախագծերի կոնսոլիդացված փաթեթը ըստ էության թվային նոր ճարտարապետություն է բերում Հայաստան, ճարտարապետություն, որը պիտի լինի կիբերանվտանգ։ Այսինքն այս նախագծերի նպատակն այն է, որ տվյալի միայն մեկ միասնական աղբյուր մենք ձևավորենք, մասնավորապես փաստաթղթեր, թղթային տվյալներ այլևս չպիտի լինեն, ինչպես նաև տվյալների կրկնօրինակում այլևս օրենքի ընդունումից եւ կիրարկումից հետո եւս չպիտի նախատեսվի օրենքով։ Տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, մշակման, պահպանման, դրանց օգտագործման, կառավարման, տեխնիկական եւ կազմակերպչական կանոնները սահմանելու է ինքնավար մարմինը որպես ստանդարտ, հետեւաբար ձեր հարցի պատասխանը միանշանակ այո, այդ սահմանված կանոններով են առաջնորդվելու բոլոր գերատեսչությունները առանց որևէ բացառության։ Հաջորդ հարցը վերաբերում է ընտրական գործընթացներին, կարող եմ ասել, որ ինքնավար մարմինը այս պահի դրությամբ համենայն դեպս թվայնացման գործակալությունը համագործակցելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ տվյալների շտեմարանների վերակազմավորման առումով եւ տվյալ համակարգերի կիբեր անվտանգության մակարդակի բարձրացման միտված համատեղ ուրեմն աշխատանքներ ունի անելու, այսինքն այս մասով թերևս այսքանը 3 քաղաքացիների բողոքների հետ կապված առիթ ունեցա շատ հակիրճ, բայց շնորհակալ եմ հնարավորության համար, ֆիզիկական անձինք, ինչպես 3 եմ նշել, ունենան հնարավորություն կիբերհարձակման կամ կիբերմիջադեպերի արձանագրման մասին EMCERT համակարգին փոխանցել, որը հենց այդ ռեեստրն է, որը վարվում է ինքնավար մարմնի կողմից այս պահի դրությամբ թվայնացման գործակալության կողմից, որը լինելու է հենց ինքնավար մարմնի առանձնացված կառուցվածքային միավորներից մեկը, որից հետո նմանատիպ ծանոթություններին ընթացք են տրվելու, ինչպես նաև քաղաքացիները հնարավորություն են ունենալու ստանալ համապատասխան խորհրդատվություն կիբերհարձակման պարագայում, ինչպես նաև կտրամադրվեն հանրամատչելի ուսուցողական նյութեր։ Ինչը բաց թողեցի։ Ոլորտները կխնդրեմ նշեք եւ շատ հակիրճ մի հարց վերջում կարող եք արձագանքել, ինչ է փոխելու այս օրենքների փաթեթը Հայաստանի Հանրապետության կյանքում։ Շնորհակալություն Տիկին Մինասյան։ Արձագանքեմ երևի, Կենսական նշանակության ոլորտները, որոնք պիտի պաշտպանվեն այս օրենքով, օրենքը ընդունվելու պարագայում, էներգետիկայի ոլորտ, արտադրության ոլորտ, քիմիական, սննդամթերքի, զենքի, զինամթերքի, բժշկական, էլեկտրական, համակարգչային, էլեկտրոնային եւ օպտիկական սարքերի արտադրություն, տրանսպորտային ոլորտ, ջրի մատակարարման եւ կեղտաջրերի հեռացման ոլորտ, կապի այդ թվում հեռահաղորդակցության ոլորտ, ֆինանսական ծառայությունների ոլորտ, առողջապահության ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, այդ թվում թվային ենթակառուցվածքներ, ռադիոակտիվ, ընդերկօգտագործման եւ վտանգավոր թափոնների կառավարման ոլորտ, տիեզերական գործունեության ոլորտ, տվյալների շտեմարանների կառավարման շահագործման ոլորտ,
արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման ոլորտ, պետական կառավարման ոլորտ, այդ թվում պետական մարմինների կողմից շահագործվող թվային ենթակառուցվածքներ, թե ինչ կտա ընդհանուր այս օրենքը իմ ամփոփիչ ելույթում սիրով կանդրադառնամ, շնորհակալ եմ։ Հաջորդ հարցի համար Ալխաս Ղազարյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, պարոն Հարապետյան, իմ հարցերն էլ ավելի շատ ստակեցնող հարցեր